Բարերիկոս երևայականներ։ Դուք դիտում եք Ամեկ Պլյուսի պոստսկրիպտում հաղորդաշարը, այսօր իմ զրուցակիցն է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շագերդյանը, շնորհակալություն պարոն Շագերդյան, որ այսօր եկել եք մեզ մոտ։ Շնորհակալություն հրավերի համար, պարոն։ Ես պետք է ասեմ, որ այս ֆորմատով, որ առավոտը Ամեկ Պլյուսը պոստսկրիպտումը սկսեց հեռարձակվել սեպտեմբերի 1-ից, դուք ՕԵԿ-ի առաջին ներկայացուցիչն եք։ Ես հուսով եմ, որ ձեր կուսակցությունը ավելի ակտիվ կմասնակցի մեր այս պոստսկրիպտում հաղորդաշարին։ Կուսակցությունը մշտապես ակտիվ է եղել մամուլի հետ աշխատելու համար եւ բնականաբար դուք նաեւ տեղյակ եք, քանի որ գիտեք մեր անցած պատմությունը, շփումների, քննարկումների, կարծիքների փոխանակման տեսանկյունից մենք միշտ բաց ենք։ Ես էլ կցանկանայի նշել, որ միգուցե սիմվոլիկ է այն, որ սեպտեմբերի 1-ին է բացվել հաղորդումը, քանի որ սեպտեմբերի 1-ը դա գիտելիքի օրն է։ Ես կարծում եմ, որ այստեղ բացի կարծիքներ փոխանակելուց, բայց նաեւ մարդիկ տեղեկատվություն են ստանում շատ հետաքրքիր։ Հիմա մենք ուզում ենք տեղեկատվություն ստանալ երկխոսությունից։ Ինչ առումով, երեքշաբթի օրը նորից կվերսկսվի ձեր ուրեմն հանդիպումը, դուք իշխանության կոալիցիայի ներկայացուցիչն եք այս երկխոսության մեջ։ Ինձ հետաքրում է որպես լրագրողի նախևառաջ մի հարց։ Եթե դա կլինի կառավարության նիստերի դահլիճում, դուք ինչ նստելու եք ուրեմն նախագահությունում, լրագրողները նստելու են ուրեմն պարտերում եւ դուք ճարեր եք տենց արտասանելու, ինչպես եք դա պատկերացնում։ Ես չեմ կարծում, որ այստեղ ճարերի տեղ կա, որովհետև խոսքը գնում է երկխոսության մասին, իսկ երկխոսության ընթացքում իհարկե ճարերը տեղ չունեն, սակայն ես կարծում եմ, որ հնարավորություն աշխատանքի եւ կարծիքների փոխանակման իհարկե կգտնվի։ Մնացածը կլինի տեխնիկական հարցեր։ Այս րոպեին երևի այսքանը կկարողանամ ասել, սակայն ըստ էության կլինի այնպես, որպեսզի եւ երկխոսելու հնարավորությունները լինեն եւ իհարկե հասարակությունը տեղեկացված կլինի։ Այսինքն դուք չեք բացառում, որ դա կլինի բաց, այդ հանդիպումը բաց լինի լրատվամիջոցների։ Գիտեք, խնդիրը հետեւյալն է, երկխոսությունը կամ քննարկումները դրանք ըստ էության նաև աշխատանքային ինչ-որտեղ բնույթ են կրում, իսկ ընդհանրապես բաց քննարկումների ընթացքում առավել մեծ չափով, ինչպես ասեմ, մոտեցումները եւ դիրքորոշումները ներկայացվում են կարծես հաշվի առնելով հասարակությունը լսելը կամ ավելի շատ հրապարակային դաշտին հատուկ մոտեցումներով։ Այս տեսանկյունից քննարկումները իհարկե անհրաժեշտ է որ լինեն եւ նպատակարար է որ լինեն կողմերի միջև, որպեսզի դա հնարավոր լինի իսկապես երկխոսություն իրականացնել եւ խոսել։ Միաժամանակ չկա այնպիսի բան նաև վերջին ընթացքում, երկխոսության ընթացքում, որ հասարակությունը չիմանա դիրքորոշումների մոտեցումները։ Սա է իրականությունը, այսինքն այնպես պետք է լինի, որ կողմերը կարողանան խոսել, քննարկել աշխատանքային եւ հանգիստ կարգով։ Այսինքն ես որպես, ինչպես ասում են, օժանդակ ֆորմատ կառաջարկեմ, դուք աշխատանքային երկխոսություններ անցկացնում եք, բացի այդ թող լինի տելեդեբատների ինչ-որ ժանր, որտեղ դուք արդեն հեռուստադիտողների առաջ դուք եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչը կամ որևէ մեկը կոալիցիայից եւ որևէ մեկը ՀԱԿ-ից արդեն ելույթ ունենաք։ Այդպես հասկանալի է, հաշվի կառնենք ձեր առաջարկությունը որպես մամուլի, այսինքն 4-րդ իշխանության ներկայացուցիչ, սակայն այսօր արդեն որոշ լրատվամիջոցներով այսպիսի հաղորդումներ, որքան ես եմ տեղյակ, կան, առկա են եւ ընթացքում նաեւ կարծիքները ներկայացվում են զանգվածային լրատվության միջոցներով։ Այսինքն այսօր արդեն դա կա, սակայն եթե դուք առաջարկում եք որպես ժանր, ես հասկացա ձեր առաջարկությունը։ Հոկտեմբերին, ուրեմն նախագահական, նոյեմբերին խորհրդարանական ընտրություններ, կարծես թե այդպես է ձևակերպված ՀԱԿ-ի պահանջը։ Դուք հակված եք այդ պահանջը առաջարկը, հակված եք այդ առաջարկը քննարկել թե չէ։ Գիտեք, մեզ համար կարևոր է եւ առաջնային այսօր ընդհանրապես ընտրությունների մեխանիզմի բարելավումն է։ Եվ այս մոտեցումները մենք ասել ենք, որովհետեւ եթե մենք ելնում ենք հետեւյալ տրամաբանությամբ, երկխոսության այն մեխանիզմը, որ այսօր կա եւ այսօր ըստ էության սկսել է աշխատել, սա մեր տեսանկյունից երկարաժամկետ ինստիտուտ կամ մեխանիզմ է ձևավորում եւ ձևավորվում է ավանդույթ։ Ինչ եմ ես ասում, հիմա կբացատրեմ միտքս։ Եվ այս ավանդույթը նաև մեր քաղաքական մշակույթի մեջ մի կարևոր մեխանիզմ է։ Եվ ահա այս տեսանկյունից, եթե մենք այն դիտարկում ենք որպես երկարաժամկետ, մենք բնականաբար դիտարկում ենք նաև երկարաժամկետ ընտրությունների անցկացման մեխանիզմների բարելավման տեսանկյունը։ Եվ տվյալ դեպքում ՀԱԿ-ի հետ երկխոսության ընթացքում անդրադարձը ընտրությունների մեխանիզմների բարելավմանը, խաղի կանոնների հստակեցմանը, սա խիստ կարևոր է մեզ համար։ Այսինքն մենք սա դիտարկում ենք ահա այս տեսանկյունից եւ այս մոտեցումներով։ Եվ մեզ համար կարևոր է նաեւ այն, որ եւ քանի որ մենք երկխոսության մեխանիզմ, երկխոսության ինստիտուտը դիտարկում ենք երկարաժամկետ տեսանկյունից, այսինքն որպես մեր քաղաքական մշակույթի մի նոր
միգուցե ինստիտուտ այս տեսանկյունից մենք ավելի հակված ենք երկարաժամկետ մոտեցումներին եւ հատկապես բոլորս ենք շահագրգիռ տվյալ դեպքում ընտրությունների անցկացման մեխանիզմների հստակեցմանը։ Այսօր քայլեր կատարվում են, ընտրական օրենսգիրքն է փոփոխություն գրում, մոտեցումներ կան եւ որպիսի այս եւ օրինսդրական դաշտը եւ մեխանիզմները ավելի նորմալ եւ ավելի նորմալ աշխատեն եւ մենք մոտենանք ավելի քաղաքակիրթ ընտրություններին, այսինքն կարողանանք մեխանիզմը բարելավել, ես կարծում եմ սա լավագույն մոտեցում մեխանիզմներից մեկն է, կարողանանք նստել խոսել քննարկել այս հարցը։ Այդ դուք ասում եք, դուք ձեր օրակարգն է ընտրությունների մեխանիզմների բարելավումը, իսկ նրանց օրակարգն է արտահերթ ընտրությունները, դուք զգում եք տարբերությունը։ Տեսեք, օրակարգի մասին խոսակցությունները կլինեն մոտակա հանդիպման ընթացքում, այսինքն այսօր խոսել օրակարգից ամբողջությամբ ձևավորված, ես կարծում եմ վաղ է։ Մեզ համար օրակարգի տեսանկյունից մենք կարող ենք քննարկել բազմաթիվ հարցեր, այսինքն ի սկզբանե մենք պատրաստ ենք քննարկել բազմաթիվ հարցեր, ուղղակի մեր կարծիքով երկարաժամկետ տեսանկյունից, երկրի զարգացման տեսանկյունից, երկխոսության այս ֆորմատի ընթացքում քննարկել նաև մեխանիզմների բարելավում եւ բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք այսօր կան, դա կարող է դրական ազդեցություն ունենալ։ Եվ եթե մի փոքր արդեն ավելի փորձենք ընդլայնել, ապա տեսեք, Հայաստանի Հանրապետությունում այսօր կարծես թե ձևավորվել են մի քանի, եթե կարելի ասել, ինստիտուտներ կամ մեխանիզմներ քաղաքական ուժերի հետ քննարկումների եւ ընդհանրապես հասարակության տարբեր հատվածների հետ քննարկումների։ Հանրային պալատը, որը որոշակի մեխանիզմ է, ուրեմն խորհուրդներողություն, կուսակցությունների հետ քննարկումների մեխանիզմը, որը անցկացնում է նախագահը։ Հիմա ձևավորվել է նաեւ հանձնաժողով ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, որը մեզ մոտակա տարիներին հնարավորություն է ընձեռել։ Դա էլ է բազմակուսակցական։ Ոչ, սա խնդիրը բազմակուսակցական ինչի, սա ուղղակի հայրենիք սփյուռք հարաբերություններում ուղղակի քննարկումների մեխանիզմ է։ Այսինքն, եթե մենք ուշադրություն դարձնենք, ապա վերջին ժամանակահատվածում մեր քաղաքական մշակույթի, մեր մոտեցումների մեջ, այս երկխոսության, ես չասեմ ավանդույթը, սակայն մոտեցումները, ձևաչափերը իրականություն են դառնում եւ որպես քաղաքագետ երևի ես ասեմ, նաեւ վերջին երկար տարիներ արդեն բավականաչափ երկար տարիներ ես քաղաքական եւ հասարակական գործունեության մեջ եմ, սա խիստ կարեւոր է մեր հասարակության մեջ ավանդույթների եւ մշակույթ ձևավորելու համար, խոսելու, քննարկելու, միմյանց դիրքորոշումները փորձելու, հասկանալու։ Արևելյան Եվրոպան մեզնից առաջ էր անցել, որովհետեւ դիցուկ օրինակ կենտրոնական Եվրոպայում եւ արևելյան Եվրոպայում դեռևս 30-ական թվականների անցյալ դարի այս մեխանիզմները կային։ Քննարկումների, դիտարկումների, ուսումնասիրությունների, հատկապես այն դեպքում, այնպիսի իրավիճակում, ինչպիսին մեր տարածաշրջանն է։ Արդյոք երկխոսության քաղաքական ուժերի երկխոսության լավագույն ձևը եւ լավագույն ամբիոնը պարլամենտը չէ։ Եթե մենք ունենանք պարլամենտ, որտեղ ներկայացված կլիներ Հայազգային կոնգրեսը, գուցե այս երկխոսության անհրաժեշտություններ չլիներ։ Գիտեք, Պարլամենտում իսկապես պարլամենտը դա մի կարևոր հարթակ է, բացի նրանից, որ այն ներկայացուցչական մարմին է, մի կարևոր հարթակ է, որտեղ բնականաբար իշխանության մեջ եղած քաղաքական ուժերը եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանում են շփումների եւ այսպես միգուցե նաեւ երկխոսության կամ առանձին հարցերում քննարկումների ընթացքում վերհանել ներկայացնել սեփական դիրքորոշումները։ Կլինեն խորհրդարանական ընտրություններ, ձևավորված խորհրդարանում արդեն իշխանություն ընդդիմությունը նույնպես հնարավորություն կունենա, այս երկխոսության միջոցով քննարկումների միջոցով վերհանել սեփական դիրքորոշումներն ու տեսակետները։ Ահա սրա համար եմ ես ասում, որ մենք սա դիտարկում ենք որպես երկարաժամկետ մոտեցում, որպես երկարաժամկետ մեխանիզմ, իհարկե շատ կոնկրետ պրակտիկ տեսանկյունը նաև չմոռանալով։ Ուրեմն խորհրդարանական ընտրություններից հետո այն քաղաքական ուժերը, որոնք կլինեն այնտեղ, ես համոզված եմ, կկարողանան նաև այս մեխանիզմի միգուցե արդեն իսկ ձևավորված ավանդույթները շարունակելով քննարկել եւ խոսել հայցել, ինչպես եւ այսօր լինում է։ Ես կխնդրեի այնուամենայնիվ այդպես այո կամ ոչի, այսպես ասած, ոչով պատասխանեք։ Դուք մերժելու եք ընդդիմության առաջարկը արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Գիտեք, այսօր ես կարող եմ ասել իմ տեսակետը, որ դուք հարցնում եք, իմ տեսակետով քաղաքական եւ իրավական հիմքեր չկան։ Արտահերթ ընտրություն։ Սա ես ներկայացնում եմ իմ տեսակետը, քանի որ դուք հարցը ուղղում եք ինձ։ Ընտրություններից բացի այ մեխանիզմները ասեցիք եւ այլն, այլ ինչ խնդիրներ կարող են լինել ձեր երկխոսության առարկա, այսինքն տնտեսական, չգիտեմ, արտաքին քաղաքական, այդպիսի բաներ դուք ենթադրում եք, թե հիմա դրա, այսպես ասած, վախտը չի։
Գիտեք, ես պատական չասացի, որ օրակարգը դեռևս պետք է ձևավորվի, մեր կարծիքով իհարկե կարող են լինել բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են լինել երկխոսության առարկա, տեսակետներ ներկայացնելու, տեսակետներ փոխանակելու, կարծիքներ փոխանակելու, որովհետև պարզ է, որ կան առարկային հիմնախնդիրներ եւ մեր ներքին եւ արտաքին Ես կցանկանայի հատկապես ուշադրություններս մեր հրավիրենք արտաքին քաղաքականության վրա, որովհետև ուրեմն մեր տարածաշրջանն է բավականաչափ բարդ եւ կարեւոր։ Եվ այս տեսանկյունից նորից եմ ուզում կրկնել, այո, կարող են լինել բազմաթիվ հարցեր, որոնք մենք պատրաստ ենք լինելու քննարկել, դիտարկել, հասկանալ տեսակետները, հիմնավորումները, որովհետև եթե կարծիք կամ տեսակետ է արտահայտվում, նաեւ հիմնավորումները պետք է հասկանալ։ Իսկ ինչն է, որոնք են հիմքերը, որոնք այս կամ այն մոտեցումն է ցուցաբերվում։ Որքան ինձ մյուս մասնակիցները ձեր հանդիպումների, որոնք այս ստուդիայում էին, ասացին հակ համակարգող Լևոն Զուրաբյանը հակիրճ ձևով ներկայացրեց, թե ինչու են նրանք պահանջում արտահայտ ընտրություններ եւ նրանք ներկայացրեց, որ դուք ձախողվել եք, այսինքն իշխանությունը ձախողվել է ներքին, արտաքին, տնտեսական եւ բոլոր այլ ոլորտներում։ Դուք որպես հակառակ կողմ ասեցիք, չէ, սուտա մենք չենք ձախողվել։ Ինչ ասեցիք, դուք ինչ պատասխանեցիք նրանց։ Իհարկե հարցը բավականաչափ հետաքրքիր եք ձևակերպում։ Խնդիրը հետևյալն է, իհարկե ընդդիմադիր քաղաքական ուժը ունի իր մոտեցումները, մենք միաժամանակ համաձայն չենք բազմաթիվ ձևակերպումների հետ, այսօրվա դրությամբ ոչ ոք չի ժխտում, որ երկրում առկա են հիմնախնդիրներ եւ խնդիրներ, այդ թվում եւ արտագաղթի եւ այլ հիմնահարցեր, ուղղակի մենք պետք է տեսնենք եւ հասկանանք, թե ինչպես ենք հաղթահարում հիմնահարցերը։ Այսինքն չհամաձայնվելով բազմաթիվ որակավորումների եւ ես կասեի նաեւ գնահատականների հետ, միաժամանակ մենք պետք է հասկանանք իսկ ինչ կարող ենք, արդյոք կարող ենք ինչ-որ բան համատեղ անել այս խնդիրները լուծելու համար, հա։ Այնպես որ եթե խոսքը վերաբերվում է ձախողման մասին իհարկե ոչ, սակայն այն մոտեցումները, այն խնդիրները, որոնք տեսնում են, հա, նաև երկխոսության մյուս կողմը, այն է հակի ներկայացուցիչները, դա կարող է քննարկվել եւ հասկանալ փաստարկները, մոտեցումները, խնդիրները, ասա է։ Եվ ոչ ոք չի ասում, որ բոլոր տեսակետները պետք է վերջի համընկնեն։ Իհարկե տարբեր քաղաքական ուժեր ունենալու են տարբեր մոտեցումներ եւ տարբեր գնահատականներ։ Եկեք դառնանք օրինակ երկի կուսակցությանը։ Դեռևս որոշված չէ այն խնդիրը, որը շատ են ձեզ հարցնում, երևի ես էլ հարցնեմ օրիգինալ չլինելու համար։ Արդյոք ձեր կուսակցությունը միայնակ է մասնակցելու առաջիկա ընտրություններին խորհրդարանական, թե այնուամենայնիվ այն մտնելու է, մձուլվելու է հանրապետական կուսակցության մեջ։ Ուրեմն նախ ի սկզբանե ձեզ ասեմ, որ մձուլվելու մասին ոչ մի խոսք լինել չի կարող։ Ինչ վերաբերվում է ձեր հարցը միայնակ, ապա օրինակ երկիր կուսակցությունը մինչ այսօր մշտապես միայնակ մասնակցել է ընտրություններին, հենվելով սեփական կազմակերպչական ներուժի անդամների, սեփական քաղաքական գաղափարախոսական աշխատանքի վրա։ Այսօր նույնպես մենք ակտիվորեն աշխատում ենք, ինչպես եւ միշտ, որովհետեւ երբեք օրինակ երկիրը կուսակցական աշխատանքը կամ կուսակցաշինության աշխատանքը չի դադարեցրել, սա մեր աշխատանքի ոճն է։ Միաժամանակ այս հարցը չի, ես ուզում եմ ասել, որ մենք պատրաստ ենք գնալ, միաժամանակ այս հարցը չի քննարկվել, երբ որ նմանատիպ խնդիր քննարկվի կամ կառաջադրվի այդ ժամանակ քննարկենք եւ հասարակությունը բնականաբար տեղյակ կլինի, սակայն մենք այսօր աշխատում ենք, մինչ այժմ մշտապես գնացել ենք միայնակ, մեր շարքերը հզորանում են, իսկապես կուսակցությունը իր կուսակցաշինության ընթացքում առաջընթացը արձանագրում եւ կա նաեւ մեծ քանակի ընդունելություն։ Մարդիկ գալիս են եւ ցանկանում են քարը վրա դնել, որովհետեւ բազմաթիվ աշխատանքներ կան, որ մենք անում ենք, այդ թվում եւ սոցիալական պաշտպանության եւ ազգային անվտանգության ամրապնդման եւ պետականակերպման ոլորտում, այդ թվում Վերջին ժամանակահատվածում նաև շատ հետաքրքիր ծրագրեր կան սոցիալական բնակարանաշինության հետ կապված, մեր բազմաթիվ ծրագրեր, որոնք ասեմ նախկինում այսպես թերահավատորեն էին մոտենում, մեղմ ասած այսօր իրականություն են դառնում, այդ թվում եւ երրորդ երեխային $1000-ից մոտավորապես 400,000 դրամի դրամ տալը եւ անվճար ծննդօգնությունը եւ բնակարանաշինությունը, ավանդները, ուրեմն կրթության ոլորտում, երիտասարդության աջակցության ոլորտում բազմաթիվ ծրագրեր կան, որոնք այսօր իրականություն են դառնում, մեր նաև պայքարի 2007 թվականին ձեզ իշխանությունը մեղմ ասած չէր աջակցում, երբ որ դուք մասնակցում եք ուրեմն խորհրդարանական ընտրություններին եւ դուք այնուամենայնիվ կարողացաք հավաքել բավարար ձայներ, որ մաս կազմեք խորհրդարանի։ Դրանից հետո 2008 թվականին տեղի ունեցավ ձեր ուրեմն պաշտպանությունը Սերժ Սարգսյանին եւ դա ըստ երևույթին կարող է
փոխել այն ընտրազանգվածի տրամադրությունը, որը ձեզ 2007 թվականին ձայն է տվել, որովհետև դուք 2007 թվականին ընդդիմադիր եք, հա, կարելի ասել, որ ընդդիմադիր եք, իսկ հիմա կլինեք իշխանամետ։ Դա չի ազդի ձեր վարկանիշի վրա։ Տեսեք, ձեր ասած ապացույցն է եւս մեկ անգամային բանի, որ օրինակ երկիր կուսակցությունը մշտապես իր շարքերի ամրության կուսակցականների, այսպես համախմբվածության եւ կազմակերպչական աշխատանքի արդյունքում ստացել է իր ձայները։ Այո, 2007 թվականին մենք ընդդիմադիր էինք եւ կոշտ պայքարում մենք ստացանք մեր քվեն եւ ուրեմն խորհրդարանում ունեցանք մեր խմբակցությունը, որ առավել ակտիվներից մեկն է։ Այնուհետև 2008 թվականին մեզ առաջարկվեց նաև կոալիցիայի ձևորում եւ մենք կազմեցինք կոալիցիա, քանի որ հասկանում էինք, որ երկրի արժեվ կայացած ներքին եւ առաջացած ներքին եւ արտաքին խնդիրները այնպիսին են, որ անհրաժեշտ է համատեղել ուժերը։ Սա մի կարևոր է։ Այն ինչ որ մենք ասում էինք 2008 թվականին, այսինքն 3.5 տարի առաջ, այսօր ըստ էության նմանատիպ մոտեցումներ ցուցաբերում է Հայ ազգային կոնգրեսը, հա, եւ եթե նայենք նաեւ նրա կոալիցիա չեք կազմում իշխանություն։ Ուրեմն, սակայն մոտեցումները նույնն են։ Մենք ի սկզբանե պարզ եւ բաց ասացինք, որ մենք ուրեմն եթե մենք չենք միանում, ապա զոհերը կարող են շատ ավելի լինել։ Մենք հասկանում ենք, որ արտաքին խնդիրներ կան եւ ճշնամի կա, որը պատրաստ է Հայաստանի Հանրապետության ներքին, այսպես ասած, թուլացման դեպքում, ցանկացած դեպքում իրականացնել նաև ռազմական գործողություններ, հա։ Այս ամեն ինչը մենք շատ հստակորեն գիտակցում ենք արդեն այն ժամանակ։ Եվ այսօր նորից եմ ուզում ասեմ 3.5 տարի հետո նույն փաստարկները ներկայացվում է Հայ ազգային կոնգրեսի կողմից եւ ահա այս փաստարկների հիման վրա նաև այսօր ընդդիմությունը նստում է գնում է երկխոսության։ Ահա, իսկ ինչ վերաբերվում է այսօր ընդդիմությանը, մեր ընտրազանգվածին, մենք մշտապես ունեցել ենք մեր կայուն ընտրազանգվածը եւ այդ կայուն ընտրազանգվածը մշտապես պահպանվել է։ Եւ այս պահպանված ընտրազանգվածին այսօր ավելանում են նոր մարդիկ։ Իհարկե կարելի է ասել, որ մենք որոշակիորեն կորուստ ունեցանք էմոցիոնալ հողի վրա։ Սակայն ուրեմն 2008 թվականից մի որոշ ժամանակ հետո արդեն մարդիկ սկսեցին եւ նորից վերաամբռնել, եթե կարելի ասել, մեր դիրքորոշումների հեռատեսությունը եւ հեռանկարը։ Եվ այսօր արդեն մարդկանց բազմաթիվ նոր խմբեր եւ բազմաթիվ հազարավոր մարդիկ եւս մեկ անգամ համոզվում են, որ մենք ճիշտ ենք արել։ Այսինքն մարդկանց համար միևնույն է դուք իշխանության կողքին եք, թե ընդդիմության կողքին եք, միայն թե օրինաց երկիրը լինի եւ մենք նրանց կաջակցենք, այդպես հա։ Մարդկանց, այո, այն մարդիկ, որոնք աջակցում են օրինաց երկրին, որոնք մեր անդամներն են, որոնք մեր համակիրներն են եւ մեծ ձայն են տալիս, իսկապես մարդիկ մեր համոզմամբ տալիս են ահա սրա համար, մեր արած գործի եւ մեր գաղափարների համար, որովհետեւ ինչպես ասեմ, մշտապես մենք երբեք ձայները չենք ստացել այլ ճանապարհներով, ընտրակաշառքներով կամ այլ ձևերով, հա։ Մշտապես դա մեր ձայներն են, մեր աշխատանքով ստացված ձայներն են եւ այն մարդկանց ձայներն են, որոնք վստահում են կուսակցությանը։ Ինչպես կգնահատեք, նույն հարցն է տալիս, բայց ես կգնամ, ինչպես կգնահատեք ինքներդ ձեր կուսակցության վարկանիշը։ Գիտեք, ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ կուսակցության վարկանիշը հասարակության մեջ լուրջ է, երևի ոչ թե թվերով խոսենք, այլ այսպես, եւ մենք աճ ենք ապրում։ Սա այս սրա մեջ մենք վստահ ենք։ Երկրորդը եւ այս վարկանիշի մասին մենք կարողանանք խոսել արդեն, երբ որ կմոտենան ընտրությունները, սակայն միանշանակորեն այսօր օրինաց երկիրը առավել ազդեցիկ քաղաքական ուժերից մեկն է, հասարակության մեջ մեր գաղափարների եւ մեր մոտեցումների նկատմամբ եւ եթե կարելի այսպես ասել նաեւ երկրի շահերի տեսանկյունից մեր հեռատեսության նկատմամբ վստահությունը ավելանում է եւ մենք վարկանիշի աճ ենք արձանագրում իրականության մեջ։ Նաեւ արձանագրում ենք մեր կառույցների բազմաթիվացում, այսինքն, հա, նոր անդամագրություններ եւ Երևանում եւ մարզերում։ Եթե դուք մարզերում հետաքրքրվեք, ապա կտեսնեք, որ ունած երկիրը իսկապես բոլոր տեղերում շարունակում է աճ արձանագրել։ Հարց. Դուք հիմա բանակցողներից մեկն եք, իսկ ՀԱԿ-ը ձեր կուսակցության ղեկավարի հասցեին բազմաթիվ վիրավորանքներ է հասցրել, բազմակետ։ Ուրեմն հարցի մեջ բազմակետ է։ Խնդիրը հետեւյալն է, նախ խոսքը չի գնում բանակցությունների մասին, այլ երկխոսության մասին։ Երկրորդ, մեր օրինաց երկիր կուսակցության նկատմամբ արդեն իսկ կիրառվել է տարբեր ժամանակներում եւ սև քարոզչություն եւ այսպես ցեղ շպրտելու քաղաքականություն։ Ես գտնում եմ, որ անթույլատրելի է այս մոտեցումները եւ նույն ՀԱԿ-ի կողմից
միաժամանակ այն ինչ որ արտահայտությունները եղել են մենք մշտապես պատասխանել ենք, ուղղակի մենք գտնում ենք որ երկխոսության գործընթացը ինքնին, որը խիստ կարևոր է երկրի եւ պետության համար, եւ արտահայտությունների մեղմ ասած կոռեկտությունը պետք չէ իրար խառնել, հա, սակայն միաժամանակ իհարկե գտնում ենք անթույլատրելի եւ անընդունելի եւ եթե շարունակենք իրենց լեզվով իրենց պատասխանել, ապա բազմաթիվ բաներ կարող եք ասել։ Ուղղակի չէի ուզի ձեր հաղորդումը օգտագործել դրա համար։ Չէ, երբևէ չէի սպասի, որ դուք երբևէ այդ լեզվով որևէ մեկի հետ խոսեք։ Ես պարզապես ավելի լավ կարծիք եմ ձեզ ձեր մասին։ Հասկանալի է, եւ ես հասկանում եմ, որ այդ տեսանկյունից դուք չեք դրական չեք գնահատում նաեւ այն լեզուն, որը օգտագործում եք երբեմն։ ՀԱԿ-ի օրակարգում նաև մարտի 1-ի հարցն է, իսկ քանի որ դուք բանակցում եք, երկխոսում եք ընդհանրենք, նշանակում է, որ ձեր կուսակցությունը ևս ստանձնում է մարտի 1-ի պատասխանատվությունը։ Գիտեք, այստեղ խնդիրը նրա մեջ չի բացարձակապես, որ որևիցե մի կուսակցություն ստանձնում է մարտի 1-ի պատասխանատվությունը։ Խնդիրը նրա մեջ է, որ այսօր իրականացվում է քննություն, եւ մենք միանշանակ կողմնակից ենք, որպեսզի օբյեկտիվորեն, եւ հստակորեն այս քննությունը գա ավարտին։ Եվ եթե դուք գիտեք նաեւ հանրապետության նախագահի հանձնարարականը մարտի 1-ի քննության ավելի մանրամասն եւ ավելի բան լինելու տեսանկյունից։ Ահա սա է խնդիրը։ Այսինքն օրինաց երկիր կուսակցությունը իր դիրքորոշումներն ու որոշումները մշտապես ընդունել է ելնելով երկրի անհրաժեշտությունից, իսկ պատասխանատվության տեսանկյունից ընթանում է քննությունը պատասխանատվի կպարզի ամեն ինչ ես կարծում եմ։ Ձեր կուսակցության նախագահը մեղադրվում էր ազգային դավաճանության մեջ, մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանը, որը Սերժ Սարգսյանի հետ տարաձայնություններ չուներ, գոնե այն ժամանակ։ Այժմ նա պաշտոն է ղեկավարում, պաշտոն է ստանձնել։ Արդյոք չի վտանգված հիմա ազգային անվտանգությունը։ Գիտեք, այդ հարցի պատասխանները արդեն եղել են այնքան ծեծված հարց է, հա։ Ժամանակին ուղղակի պատասխանեմ ձեզ, որ իհարկե ոչ, միանշանակ ոչ։ Պարոն Բաղդասարյանը ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը այսօր հսկայածավալ աշխատանք է իրականացնում մեր երկրի անվտանգության ոլորտի ապահովման տեսանկյունից եւ սա ըստ էության կայացավ նրա քարտուղարության օրոք ազգային անվտանգության խորհուրդը կայացավ եւ ձևավորվեց եւ ստանձնեց կոորդինացիոն մարմնի այն կարեւորագույն գործառույթները, որոնք խիստ անհրաժեշտ են մեր երկրի եւ մեր պետության համար։ Այս տեսանկյունից իսկ ինչ վերաբերվում է այն տարիներին մենք պատասխաններ արդեն տվել ենք ինչ որ Այստեղ հարցնում է հեռուստադիտողը, ես պիտի կրկնեմ այդ հարցը, դուք միշտ կոալիցիայի մաս եք կազմում, ինչպես է ձեզ հաջողվում, ես պարզապես ասեմ, որ դուք միշտ կոալիցիայի մաս չէիք կազմում։ Դուք պատասխանեցիք հարցին։ Պարզապես փաստական սխալ է, իսկ հիմա թե ինչու եք կազմում, ձեր պատասխաններից հնչել է։ Մենք եւս 2 րոպե ունենք, այնուամենայնիվ այդ 2 րոպեում ուզում եմ ձեզ հարցնել միջազգային Հայաստանի միջազգային իրավիճակի մասին, այսինքն արդյոք մինչև տարվա վերջ մեր սպասում են ինչ-որ սրընթաց զարգացումներ Ղարաբաղի հարցում եւ արդյոք այդ զարգացումները կարող են վտանգ ներկայացնել Հայաստանի համար։ Գիտեք, 2 գործոն դիտարկենք։ Նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները միաժամանակ միանշանակորեն աջակցություն են ստանում 3 ուժային կենտրոններում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ռուսաստանի Դաշնությունում։ Այս երկրները նաև ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են ներկայացնում։ Այս երկրների նախագահները բազմիցս իրենց աջակցությունն են արտահայտել եւ նրանց դիրքորոշումները համապատասխանել են Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներին։ Սա մի խնդիր։ Երկրորդ կարևորագույն խնդիրը, որ այս տեսանկյունից Ադրբեջանը փորձում է իսկապես մշտապես այդ երկակի իր հռետորությամբ ապահովել մի կողմից ներքին օգտագործման խնդիրներ, մի կողմից արտաքին օգտագործման խնդիրներ։ Մենք կարծում ենք, որ իհարկե բանակցային գործընթացը պետք է շարունակվի, այս տարվա ընթացքում կտրուկ փոփոխությունների մասին ես դժվարանում եմ ասել, սակայն կտրուկ փոփոխություններ դժվարանում եմ ասել, սակայն կարելի է ենթադրել, որ այսպես ասած առաջընթաց կլինի, ես դա ասում եմ նաև ելնելով Ադրբեջանի նախագահի վերջին ելույթից, որտեղ շատ ավելի մեծ հռետորություն կար եւ ես զգացի, որ կա նաեւ շատ մեծ անհանգստություն։ Այսինքն եթե մինչ այս խոսում էին պատերազմի միջոցով հարցը լուծելու, ապա այսօր պարզ էր, որ իրենք էլ են հասկանում, որ այդ մոտեցումը բացարձակապես անհնարին է, որովհետեւ իրենք սկսում են ընկնել այսպես կոչված արատավոր շրջանի մեջ, ռազմական հռետորությունը, հետո իրենց դեմ է դուրս գալու։ Եվ ահա այս ելույթները ցույց են տալիս, որ մեր դիրքորոշումները իսկապես ամուր են եւ արտաքին աջակցությունը եւ նրանց մոտեցումները կտրուկ դիրքորոշում փոխել։ Այդ սպառնալիքները կարծես թե այս ելույթի մեջ չկային, բայց ինչն է պատճառը։ Ես կարծում եմ, որ հստակորեն հասկանում են, որ այդ ճանապարհով հնարավոր չի գնալ։ Իհարկե, Ադրբեջանում
Մշտապես ծայրեղությունից ծայրեղություն են ընկնում, մի որոշում են ընդունում, բացառված չի վաղը նորից սկսես սպառնում, չէ՞։ Սակայն պարզը մի բան բացահայտ է, որ այս ելույթը իր մեջ այդպիսի մոտեցումներ չէր պարունակում։ Սա ներքին ելույթ էր, այսինքն նրանք սկսում են հասկանալ իրականությունը, որ պատերազմով հարց լուծելը Հայաստանի հետ եւ Լեռնային Ղարաբաղի հետ անհնար է մեղմ ասած։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Օրենք փոխնախագահ Մհեր Շարգելջյանն էր իմ զրուցակիցը, մենք կհանդիպենք երկուշաբթի օրը, ստեսություն։